Ֆիլմը նվիրված է 1991 թվականի 91-92 թվականների ձմռանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծված իրավիճակին, պաշարված Ստեփանակերտի, որը արդեն մայիսի 8-ին Շուշիի ազատագրմամբ եւ հետագայում նաեւ Լաչինի ազատագրմամբ ամբողջությամբ ապաշրջափակվեց եւ մարդիկ կարողացան հանգիստ, շատ ավելի հանգիստ պայմաններում ապրել։ Ֆիլմը, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանրայնքապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՕԱԿ-ի արտադրանքն է։ Լինելով այս դեպքի իրականատեսը, լինելով մարդով ապրել է այն Ստեփանակերտում, որ դուք քիչ անց կտեսնեք, նաեւ առիթ ունեմ հիմա զբաղվելով Ադրբեջան-Արցախյան հակամարտության խնդիրներով հասկանալու, որ ըստ էության մենք ձեզ ներկայացնում ենք մի իրավիճակ, մի քաղաքականություն, որը շարունակական է եւ որը մինչ օրս մեր իրականության անբաժան մասն է ցավոք սրտի։ Խոսքը վերաբերվում է հատկապես Ադրբեջանի կողմից հայության խաղաղ բնակչության բնաջնջելու մարտավարությանը, քաղաքականությանը, որը 91-92 թվականներին տապալվել է ըստ էության, որովհետև հաջողվել է ճեղքել այդ շրջափակումը, բայց որը որպես մարտահրավեր, որը որպես վտանգ մշտապես առկա է հայ բնակչության գլխին։ Рассмотреть и положительно решить вопрос присоединения Нагорно-Карабахской автономной области к Армянской ССР. Скажите, пожалуйста, почем продаете яички? Меняют на муку и сахар. Меняете на муку и сахар? И сахар. Мы кинчмотом, авторите мотом, картошкой мотом энеркавич. Хатса хлеб бакавич. Хохаспанерозум, егозум, мэгорозум, супозум, мэсозум, мэшимпанкавич, принзозум. Жизни плохо, кушать нету, одежды нету, свет нету, водичка нету. Օրեկան մեկ վերտալյոտ էր կարողանում Հայաստանից մեզ ասենք հումանիտար օգնություն բերել։ Մի կերպ բնակչությանը ապահովում ենք ասենք ալյուրով եւ շնչին 1 կիլոգրամ ալյուր ենք տրամադրում պատկերացնեք, մեկ ամսվա համար մի շնչի 1 կիլոգրամ։ Քաղաքը ջնջում էին։ Պատերազմից հետո, եթե ունեք այդ նկարանունները, որ նայեք, կարելի ասած քաղաք չկար։ Հիմա որ նայում եմ, մարդիկ չեն էլ հավատում, որ ես մեկ-մեկ ասում եմ այդ գոնե մի թաղամաս բան պետք է թողեինք, որ աշխարհը տեսներ, սրանք ինչ են արել այս քաղաքի հետ։ Նպատակը ես ասում եմ, 3 հիմնական գործոն կա։ Դուք տեսաք, որ բավականին մեծ թվով արխիվային կադրեր են օգտագործվել, դրանք երկար ժամանակ չկային։ Մեծ մասը ձեր համար էլ նորություն կլիներ։ Մենք այս 10 տարիների աշխատանքի ընթացքում այդ կադրերն են կարողացել գտնել, հայթայթել եւ դեռ շարունակում ենք այդ աշխատանքները, նաեւ օգտվելով առիթից ուզում եմ հորդորել, որ կոչ անել ում մոտ կան նման արխիվային կադրեր, պարզապես կապում են մեզ հետ, որովհետեւ մենք փորձում ենք քարտեզագրել ինչ ունենք։ Երկրորդ պատճառը դա Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն է, որ էլի եմ ասում, ամեն տարի, ինքը շատ ահագնանում է եւ պատերազմը մարդիկ իրենց իրավունքներով մնում են երկրորդ պլանում եւ տեղեկատվական պատերազմներն են մղվում։ Ֆիլմը կոչված է օգնելու, որ տեսնենք ինչի հետ գործ ունենք եւ երրորդ ամենակարևորը, որ մարդկանց հիշողությունը թարմացնենք։ Ես արդեն հասցրեցի մի քանի ղարաբաղցիների հետ խոսել, արցախցիների, ովքեր այստեղ էին, իրանք որ վերապրել են այս ամենը, մոռացել էին այդ մասին։ Ֆիլմի իմաստը, որ մենք հիշենք, թե պատերազմը իրականում ինչից է սկսվել,
Սա հենց այն ագրեսիան է, որի մասին անդադ խոսում եմ։ Շատ տպավորված եմ ու ասեմ, որ շատ կարևոր ֆիլմ է։ Ես շնորհակալ եմ ֆիլմը ստեղծողներից, որովհետև մարդիկ հետաքրքրում են ինչ է երեկանում տեղի ունեցել ու ասենք որ մենք ովքեր որ դրանով անցել ենք, մեզ թվում է թե բոլորը գիտեն, ինչ որ կատարվել է։ Երբ որ շփվում ես երիտասարդների հետ, հասկանում ես, որ իրանք համարյա տեղյակ չեն։ Ուրիշ տեսակ են պատկերացնում իրականությունը եւ այլն։ Համար նման ֆիլմեր, ընդհանրապես որևէ բան մեր անցյալի մասին ճիշտ բան, իհարկե հեքիաթները չէ, որ շատ դեպքերում պատմում են, շատ կարևոր է մեր սերունդն իմանա ապագայում ինչ անի։